Լեփլեցուն դատարանում հզոր գլխավոր տնօրենը կորցնում է վերահսկողությունը, բռնություն է գործում իր հղի կնոջ նկատմամբ դատավորի առջ։ Այն, ինչ թվում էր պարզապես հերթական լսումը, վերածվում է պատմական դատավարության, երբ դատավորը, զոհի մայրը, որոշում է գործել։ Հետագան հենվում է բռնության վրա կառուցված կայսրության անկման կնոջ վերածննդի վրա, ով վճռել է վերագտնել իր ազատությունը։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք, թե որ քաղաքից եք մեզ դիտում, մենք շարունակում ենք։ Խոստանում եմ, որ սա լինելու է լավագույն պատմությունը, որը դուք երբեք կլսեք ձեր կյանքում։ Դատարանի դահլիճը վեհ էր, բարձր առաստաղով, որը զարդարված էր գիպսե ձուլվածքներով, որոնք հիշեցնում էին Երանի հանրային շենքերի դասական ճարտարապետությունը։ Լայն պատուհաններից ներս էր թափանցում առավոտյան լույսը, որը ոսկեգույն շողերով կտրում էր տարածությունը, լուսավորելով օդում կախված փոշու մասնիկները։ Լռությունը գրեթե շոշափելի էր, ընդհատվում էր միայն երբեմնի գրիչի ընկնելու կամ ինչ-որ մեկի կողմից սեղանին թղթերը կարգի բերելու ձայնով։ Հեռուստատեսային տեսախցիկները ռազմավարականորեն տեղադրված էին հետնամասում, լրագրողները նստած էին կազմակերպված շարքերում, բաց տետրերով, պատրաստ ֆիքսելու յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր ժեստ, յուրաքանչյուր դիմախաղ, որը կարող էր վերնագիր դառնալ։ Սա սովորական ամուսնալուծություն չէր։ Մամուլի շարժը սկսվել էր շաբաթներ առաջ, երբ գործի մասին առաջին լուրերը տարածվեցին։ Ռուբեն Թավադյանը, Թավադյան շինարարությունը ի գործադիր տնօրենը, որը երկրի խոշորագույն շինարարական ընկերություններից էր, բախվում էր ամուսնալուծության գործընթացի, որը խոստանում էր բացահայտել շատ ավելին, քան պարզապես ամուսնության լուծարումը։ Թղթակիցները շշնջում էին միմյանց հետ, ենթադրելով, թե ինչ կարող է բացահայտվել լսումների ընթացքում։ Ոմանք խոսում էին ուրվական հաշիվների, մյուսները ֆինանսական մանիպուլյացիայի մասին, նույնիսկ կային մարդիկ, ովքեր հիշատակում էին բռնի վարքագիծ հարաբերություններում։ Հայցվորի սեղանի մոտ Ռուբենը անթերի էր։ Նրա մուգ կապույտ կոստյումը կատարելապես կարված էր, իտալական մետաքսե փողկապը ճշգրիտ հարվածված էր, նրա կոշիկները փայլում էին, ասես նոր էին դուրս եկել տուփից։ Նա մի փոքր թեքվել էր դեպի ձախ, որտեղ նրա փաստաբանը, միջին տարիքի մի տղամարդ, մոխրագույն մազերով բարակ շրջանակով ակնոցներով, ինչ-որ բան էր շշնջում նրա ականջին։ Ռուբենը հազիվ էր ուշադրություն դարձնում։ Նրա հայացքը հառած էր դահլիճի մյուս կողմում նստած կնոջը, դեմքին վատ քողարկված արհամ։ Արհանքի արտահայտություն։ Մարինե Թավադյանը նստած էր իր փաստաբանի, Կարինե Մելքոնյանի կողքին, մի վճռական կին, որը հայտնի էր ընտանեկան բռնության գործերում իր կտրուկ գործողություններով։ Մարինեն կրում էր բեժ գույնի համեստ զգեստ, նրա մուգ մազերը հավաքված էին ցածր հանգույցով։ Նրա աջ ձեռքը հանգչում էր որովայնի վրա, որն արդեն սկսում էր ցույց տալ հղիության նշանները։ Ձախ ձեռքի վրա դեռ տեսանելի էր մանուշակագույն բիծը, չնայած դիմահարդարմանը, որը նա քսել էր այն թաքցնելու փորձով։ Նրա աչքերը, թե հոգնած, պահպանում էին լուռ վճռականություն։ Նա նայում էր առաջ, խուսափելով Ռուբենի հետ հայացքները հատելուց։ Նա գիտեր, որ թուլության ցանկացած նշան կարող է օգտագործվել իր դեմ։ Կողքի դուռը բացվեց, բոլոր ներկաները ավտոմատ կերպով ոտքի կանգնեցին։ Դատավոր Հելենա Անդրեասյանը մտավ վճռական քայլերով, նրանց դատավորական հագուստը հակադրվում էր նրբագեղ հանգույցով հավաքված մոխրագույն մազերին։ Նա ուներ այնպիսի կեցվածք, ով տասնամյակների կարիերայի ընթացքում նախագահել էր անթիվ դատավարություններ, նրա անաչառության ու խստության համբավը հայտնի էր Երանի ողջ դատական համակարգում։ Այն, ինչ ոչ ոք դահլիճում չգիտեր, բացի Մարինեից հենց Հելենայից, այն էր, որ նրանք խորը կապ ունեին։ Հելենան Մարինեի մայրն էր։ Այս գաղտնիքը խնամքով պահվել էր, խուսափելու համար դատավարության անաչառության վերաբերյալ ցանկացած հարցից, բայց այժմ իրավիճակի պայմաններում այդ կապն անհնար կդառնար թաքցնել։ Հելենան նստեց, կարգավորեց ակնոցները, մեղմորեն մուրճը խփեց սեղանին։ Ձայնը արձագանքեց դահլիճում, ազդարարելով լսումների սկիզբը։ Նա հակիրճ նայեց Մարինեին, անհանգստության շող անցավ նրա աչքերից, նախքան չեզոք պրոֆեսիոնալ արտահայտությունը վերադարձնելը։ Ռուբենի փաստաբանը, դոկտոր Պողոս Քորքյանը, առաջինը խոսեց։ Նա դանդաղ ոտքի կանգնեց, թղթերը սեղանին կարգի բերելով, նախքան սկսելը։ Նրա ձայնը վերահսկվող էր, գրեթե միատոն, մինչ նա ներկայացնում էր պաշտպանության սկզբնական փաստարկները։ Նա խոսեց Ռուբենի բիզնես կայսրության կառուցման մասին, տարիների ընթացքում կատարված զոհաբերությունների մասին, աշխատանքին նվիրվածության մասին, որը, ըստ նրա, սխալ էր մեկնաբանվել որպես «ես ընտանեկան անտեսում»։
Նա Ռուբենին ներկայացրեց որպես մի մարդ, որը շարժվում էր մեծ բան կառուցելու հավակնությամբ, մեկը, ով միշտ ապահովել է իր ընտանիքի հարմարավետությունն ու անվտանգությունը։ Մարինեն սեղմեց շրթունքները։ Նա չափազանց լավ էր ճանաչում այդ պատմությունը։ Դա նույն պատմությունն էր, որը Ռուբենը պատմում էր ընկերներին, բիզնես գործընկերներին, նույնիսկ իրեն ամուսնության առաջին տարիներին։ Բայց ժամանակի ընթացքում Մարինեն հասկացել էր, որ նվիրված աշխատասեր մարդու այդ դիմակի հետում կա մեկը, ով մոլուցքով էր լցված վերահսկողությամբ, անկարող էր ընդունել հարցականի ցանկացած։ Երբ հերթը հասավ Մարինեի փաստաբանին, Կարինե Մելքոնյանը ոտքի կանգնեց այլ էներգիայով։ Նրա ձայնը ամուր էր, գրեթե սուր, մինչ նա սկսում էր ներկայացնել այն փաստերը, որոնք հանգեցրել էին ամուսնալուծության հայցին։ Նա նշեց ամուսինների համատեղ հաշվից Ռուբենի անձնական հաշիվներին կասկածելի գումարների փոխանցումները, շարժումներ, որոնք Մարինեն պատահաբար հայտնաբերել էր, փորձելով վճարել կոմունալ վճարը նկատելով, որ մնացորդը զրոյացել է։ Կարինեն նա բացահայտեց բժշկական հաշվետվությունները, որոնք փաստում էին Մարինեի վնասվածքները վերջին ամիսների ընթացքում, վնասվածքներ, որոնք նա միշտ փորձել էր թաքցնել, բայց որոնք այժմ գրանցված էին բժշկական քարտերում, լուսանկարներում։ Ռուբենը փոխեց իր կեցվածքը։ Նրա ծնոտը սեղմվեց, նա սկսեց մատներով թմբկահարել սեղանին, անհամբերության նշան, որը Մարինեն լավ էր ճանաչում։ Նա զգաց մի սարսուռ, որն անցավ իր ողնաշարով։ Նա ճանաչում էր այդ վարքագիծը։ Դա պայթյունի նախանշանն էր։ Դատավոր Հելենան բարձրացրեց ձեռքը, ընդհատելով Կարինեին։ Նա խնդրեց ներկայացնել նշված ֆինանսական փաստաթղթերը։ Կարինեն հանձնեց մի ծավալուն թղթապանակ, որը փոխանցվեց դատավորին։ Հելենան սկսեց թերթել թղթերը, նրա արտահայտությունը գնալով ավելի լուրջ էր դառնում, երբ նա ուսումնասիրում էր բանկային քաղվածքները, փոխանցման թույլտվությունները, միլիոնավոր դրամների շարժերի հաստատումները։ Ռուբենը չկարողացավ զսպել իրեն։ Նա հանկարծակի ոտքի կանգնեց, անտեսելով իր փաստաբանի ժեստը, որ մնա նստած։ Նրա ձայնը արձագանքեց դահլիճում, լի վրդովմունքով։ Ասաց, որ այդ փաստաթղթերը պարզապես իր բիզնեսի կառավարման մասն են, որ Մարինեն ի վիճակի չէր հասկանալ Թավադյան շինարարություն-ի նման ընկերության ֆինանսական բարդությունները։ Նա նրան անվանեց միամիտ, էմոցիոնալ, մեկը, ով ապրում էր ֆանտազիաների աշխարհում, մինչ ինքը աշխատում էր պահելու այն շքեղությունը, որում նա ապրում էր։ Դահլիճում անմիջապես լսվեց շշուկ։ Տեսախցիկները շրջվեցին դեպի Ռուբենը, ֆիքսելով այդ պայթյունի յուրաքանչյուր վայրկյանը։ Մարինեն փակեց աչքերը, խորը շունչ քաշելով։ Նա իրեն խոստացել էր, որ այդ օրը չի լացի։ Ոչ այնտեղ, ոչ այդքան մարդկանց առաջ, ոչ նրա առաջ։ Հելենան ուժգին խփեց մուրճը, ձայնը արձագանքեց պատերին։ Նրա ձայնը հանգիստ էր, բայց լի իշխանությամբ։ Նա հրամայեց Ռուբենին նստել զսպել իրեն, հիշեցնելով, որ նա դատարանում է պետք է հարգի դատական գործընթացը։ Ռուբենը մի պահ վարանեց, դեմքը կարմիր էր զայրույթից, բայց ի վերջո նստեց մարտահրավեր նետող հայացքով նայելով դատավորին։ Կարինեն շարունակեց իր ելույթը, այժմ բացահայտելով տան աշխատակիցների ցուցմունքները, ովքեր ականատես էին եղել։ Բուռն վեճերի, կոտրված իրերի, մեկ անգամ Մարինեին ստիպել էին հեռանալ տնից գիշերվա կեսին վեճից հետո։ Նա նշեց Ռուբենի կողմից Մարինեին ուղարկված տեքստային հաղորդագրությունները, որոնք լի էին քողարկված սպառնալիքներով, ասելով, որ նա երբեք ոչինչ չի կարողանա անել առանց իրեն, որ ինքը բավականաչափ ուժ ուներ նրան կործանելու, եթե նա փորձեր թողնել իրեն։ Ռուբենը տեղաշարժվեց աթոռին, նրա հայացքն այժմ հառած էր Մարինեին։ Նա զգում էր այդ հայացքի ծանրությունը, զսպված կատաղությունը, որը նա փորձում էր թաքցնել։ Նա գիտեր, որ Ռուբենը երբեք չէր պատկերացրել, որ ինքը կունենա այնքան համարձակություն, բացահայտելու այդ ամենը հրապարակայնորեն։ Տարիներ շարունակ Մարինեն եղել էր լուռ կինը, այն կինը, ով ժպտում էր բիզնես երեկույթներին, ով ընդունում էր նրա արդարացումները, ով ծածնում էր, թե ամեն ինչ լավ է։ Բայց հղիությունը ինչ-որ բան էր փոխել նրա ներսում։ Երեխային այդ թունավոր միջավայր բերելու, այդ մարդու ստվերի տակ երեխա մեծացնելու գաղափարը վերջին խթանն էր, որն անհրաժեշտ էր նրան գործելու համար։ Դատավոր Հելենան խնդրե։ Մարինեին կանչել ցուցմունք տալու։ Մարինեն դանդաղ ոտքի կանգնեց, չափված քայլերով մոտենալով ամբիոնին։ Նա երդվեց ասել ճշմարտությունը, այնուհետ նստեց, ձեռքերը ծնկների վրա հյուսած։ Կարինեն սկսեց հարցեր տալ, Մարինեին առաջնորդելով ամուսնալուծության հայցին հանգեցրած իրադարձությունների ժամանակագրության միջով։
Մարինեն խոսեց օգոստոսի 14-ի գիշերվա մասին, մի ամսաթիվ, որը հավերժ կմնա նրա հիշողության մեջ։ Նա բանկային քաղվածքները պատահաբար էր գտել, վճարման անդորրագիր փնտրելիս։ Այն, ինչ տեսավ, ցնցեց նրան։ Միլիոնավոր դրամներ փոխանցվել էին համատեղ հաշվից իրեն անհայտ հաշիվներին։ Երբ նա առերեսվեց Ռուբենի հետ, նա սկզբում փորձեց նվազագույնի հասցնել իրավիճակը, ասելով, որ դրանք ընկերության համար անհրաժեշտ ներդրումներ էին։ Բայց երբ Մարինեն պնդեց, պահանջելով մանրամասն բացատրություններ, նա պայթեց։ Նա նկարագրեց, թե ինչպես բարձրացրեց ձայնը, ինչպես թղթերը նետեց հատակին, ինչպես բռնեց իր ձեռքից այնքան ուժով, որ թողեց այդ հետքերը, որոնք դեռ տեսանելի էին շաբաթներ անց։ Դահլիճում բացարձակ լռություն էր։ Նույնիսկ լրագրողները դադարել էին գրել, ամբողջովին տարված Մարինեի պատմությամբ։ Նա շարունակեց, նկարագրելով, թե ինչպես էր փորձել դուրս գալ սենյակից, բայց Ռուբենը կանգնեցրեց նրան, արգելափակելով դուռը։ Ինչպես նա սարսափելի բաներ ասաց, մեղադրելով նրան շահախնդիր լինելու, երբեք ոչինչ չանելու, բեռ լինելու մեջ, որը ինքն էր կրում։ Ռուբենն այլևս չկարողացավ զսպել իրեն։ Նա նորից ոտքի կանգնեց, նրա ձայնը որոտաց դահլիճում։ Նա բղավեց, որ Մարինեն ստում է, որ նա խեղաթյուրում է փաստերը, դատարանի համակրանքը շահելու համար։ Նրա ձայնը լի էր թույնով, յուրաքանչյուր բառ արտասանվում էր արհամարհանքով։ Նա ասաց, որ Մարինեն միշտ դրամատիկ է եղել, որ նա ամեն ինչ չափազանցնում է, որ ձեռքի այդ հետքերը պարզապես մի ժեստից էին, ոչ ավելին։ Նա նրան անվանեց մանիպուլյատոր, մեկը, ով փորձում էր ոչնչացնել իր հեղինակությունը պարզապես վրեժխնդրության համար։ Դատավոր Հելենան բազմիցս խփեց մուրճը, նրա ձայնը բարձրացավ խառնաշփոթի վրա։ Նա հրամայեց Ռուբենին անմիջապես նստել, զգուշացնելով, որ նա անարգում է դատարանը։ Բայց Ռուբենը դուրս էր վերահսկողությունից։ Տարիների բացարձակ իշխանությունը, երբեք չհակադրվելը, մարդկանց կողմից իր ասածների հետ համաձայնելը ստեղծել էր մի մարդու, ով անկարող էր ընդունել ընդդիմություն։ Եվ այժմ, տեսնելով իր կնոջը, ով բացահայտում էր իր թերությունները տեսախցիկների, լրագրողների, աշխարհի առաջ, ավելին էր, քան նա կարող էր դիմանալ։ Ռուբենի փաստաբանը փորձեց բռնել նրան ձեռքից, կատաղի շշնջալով, որ նա հանգստանա, բայց Ռուբենը հրեց նրան։ Նա սկսեց քայլել դեպի Մարինեն, նրա ծանր քայլերը արձագանքում էին դահլիճի լարված լռության մեջ։ Մարինեն բնազդաբար ոտքի կանգնեց, մի քանի քայլ հետ քաշվելով, նրա աչքերը լայն բացված էին վախից։ Կարինե Մելքոնյանը կանգնեց նրանց միջ, ձեռքը բարձրացնելով պաշտպանիչ ժեստով։ Դատարանի անվտանգության աշխատակիցները սկսեցին շարժվել, բայց ամեն ինչ այնքան արագ տեղի ունեցավ։ Ռուբենը հասավ Մարինեին։ Մեկ վայրկյան նա կանգ առավ, ուղիղ նայելով նրա աչքերին։ Այդ հայացքում ինչ-որ վայրի բան կար, ինչ-որ բան, որը Մարինեն երբեք չէր տեսել նման ինտենսիվությամբ։ Եվ հետո, առանց որե նախազգուշացման, նա բարձրացրեց ձեռքը ուժգին։ Ապտակեց նրան։ Ձայնը արձագանքեց դահլիճում, ինչպես կրակոց, կտրելով օդը բոլորին սառեցնելով տեղում։ Մարինեն կողք թեքվեց, նրա ձեռքը ավտոմատ կերպով բարձրացավ դեմքը պաշտպանելու համար։ Ցավը ուժեղ էր, բաբախող, նա զգաց արյան մետաղական համը բերանում։ Մի պահ նրա շուրջը աշխարհը դանդաղեց։ Նա լսում էր ճիչերը հետնամասում, տեսնում էր մշուշված ցավից արցունքներից, որոնք սկսում էին առաջանալ։ Կարինեն ինչ-որ բան բղավեց, որը Մարինեն չկարողացավ ամբողջությամբ հասկանալ, անվտանգության աշխատակիցները վերջապես արձագանքեցին, վազելով դեպի Ռուբենը։ Բայց Ռուբենը կարծես չէր նկատում։ Նա շարունակում էր բղավել, ասելով, որ Մարինեն դրան արժանի էր, որ նա կործանում էր այն ամենը, ինչ ինքը կառուցել էր, որ նա իրավունք չուներ փորձելու ոչնչացնել իրեն։ Նրա խոսքերը անհասկանալի էին, մեղադրանքների արդարացումների խառնուրդ, որոնք իմաստ չունեին։ Անվտանգության աշխատակիցները բռնեցին նրան ձեռքերից, փորձելով անշարժացնել նրան, բայց նա դիմադրեց, պայքարելով, մինչ շարունակում էր բղավել։ Մարինեն հենվեց սեղանին, նրա շունչը ծանր էր։ Նր. Ադեմքի կարմիր հետքը սկսում էր մգանալ, նա զգում էր այտուցի առաջացումը։ Կարինեն նրա կողքին էր, բռնելով նրա ուսերից, հարցնելով, թե արդյոք նա լավ է, բայց Մարինեն չկարողացավ պատասխանել։ Նրա աչքերը շրջվեցին դեպի դատավոր Հելենան, մի պահ նրանց հայացքները հանդիպեցին։ Մարինեն տեսավ զսպված կատաղությունը մոր աչքերում, կատաղություն, որը Հելենան ակնհայտորեն պայքարում էր վերահսկելու համար։ Հելենան դանդաղ ոտքի կանգնեց, նրա կեցվածքը կոշտ էր, մուրճը դեռ ձեռքին։
Նրա ձայնը, երբ վերջապես խոսեց, սառն էր, յուրաքանչյուր բառ արտասանվում էր կտրուկ ճշգրտությամբ։ Նա հայտարարեց, որ Ռուբեն Թավադյանը ձերբակալվում է դատարանը անարգելու դատական իշխանության ներկայությամբ ֆիզիկական բռնություն կատարելու համար։ Նա հրամայեց անվտանգության աշխատակիցներին անմիջապես ձեռնաշղթաներ դնել նրան հեռացնել դահլիճից։ Անվտանգության աշխատակիցները հնազանդվեցին, ստիպելով Ռուբենին շրջվել թիկունքով, մինչ նրանք ձեռնաշղթաներ էին դնում նրա դաստակներին։ Նա շարունակում էր պայքարել, բղավելով, որ դա անհեթեթություն է, որ ինքը իրավունքներ ունի, որ իրեն չի կարելի այդպես վերաբերվել։ Բայց նրա խոսքերը գնալով ավելի թույլ էին դառնում, խեղդված ձեռնաշղթաների փակվելու ձայնով անվտանգության աշխատակիցների ամուր քայլերով, ովքեր նրան դուրս էին քաշում դահլիճից։ Միայն երբ դռները փակվեցին նրա հետից, Հելենան թույլ տվեց, որ իր անաչառության դիմակը մի կարճ պահով ընկնի։ Նա նայեց Մարինեին, նրա հաջորդ խոսքերը արձագանքեցին դահլիճում այնպիսի ծանրությամբ, որ ոչ ոք չէր սպասում։ Նա ասաց, ամուր, բայց հուզմունքով լի ձայնով, որ Ռուբենը բռնություն է գործել իր դստեր նկատմամբ իր դատարանում։ Դրան հաջորդող լռությունը բացարձակ էր։ Լրագրողները ցնցված նայեցին միմյանց։ Տեսախցիկները շարունակում էին նկարահանել, ֆիքսելով այդ պատմական պահը։ Այն բացահայտումը, որ դատավորը զոհը մայր ու դուստր էին, ամեն ինչ փոխեց։ Որոշ շուկներ սկսեցին առաջանալ, հարցեր էին շնչվում, բայց Հելենան նորից խփեց մուրճը, կարգուկանոն վերականգնելով։ Նա հայտարարեց կարճ ընդմիջում, թույլ տալով Մարինեին բժշկական օգնություն ստանալ դահլիճին հանգստանալ։ Բայց նախքան հեռանալը, Հելենան պնդեց արձաբանել, որ թե նա Մարինեի մայրն էր, այդ դատարանում կայացված յուրաքանչյուր որոշում հիմնված էր փաստերի օրենքի վրա։ Ընտանեկան կապը չէր փոխում Ռուբեն Թավադյանի կատարած արարքների ծանրությունը։ Դատարանի միջանցքներում քաոս էր տիրում։ Լրագրողները վազում էին լուրը հաղորդելու համար, հեռախոսները անդադար զանգում էին, սոցիալական ցանցերն արդեն սկսում էին պայթել շահարկումներով, կարծիքներով։ Բռնության տեսանյութը, որը նկարահանվել էր դատարանի տեսախցիկներով, սկսեց շրջանառվել գրեթե անմիջապես, հանրային վրդովմունքն ակնթարթային էր։ Մարինեին տարան մի առանձնացված սենյակ, որտեղ բժշկական անձնակազմը զննեց նրան։ Դեմքն այտուցված էր, առաջիկա ժամերին զգալի կապտուկ կլիներ։ Կարինեն մնաց նրա կողքին, բռնելով նրա ձեռքը, աջակցության խոսքեր առաջարկելով։ Մարինեն ցնցված էր, դեռ մարսելով տեղի ունեցածը։ Նրա մի մասը չէր կարողանում հավատալ, որ Ռուբենն իսկապես դա արել էր այնտեղ, այդքան մարդկանց առաջ։ Բայց մյուս մասը, այն մասը, որը ճանաչում էր իսկական Ռուբենին, գիտեր, որ պարզապես ժամանակի հարց էր, թե երբ նա ամբողջովին կկորցներ վերահսկողությունը։ Հելենան մտավ սենյակ քիչ անց, փակելով դուռը իր հետից։ Մի պահ նա պարզապես նայեց Մարինեին, իսկ հետո մոտեցավ նրան, ամուր գրկելով։ Մարինեն փլվեց մոր գրկում, վերջապես թույլ տալով, որ այն արցունքները, որոնք այդքան երկար պահել էր, ազատորեն հոսեն։ Հելենան շոյեց նրա մազերը, մխիթարական խոսքեր շնջալով, խոստանալով, որ ամեն ինչ լավ կլինի, որ նա այժմ ապահով է։ Բայց նույնիսկ խոցելիության այդ պահին Հելենան գիտեր, որ պայքարը դեռ հեռու էր ավարտից։ Ռուբեն Թավադյանը հզոր մարդ էր, կապերով ողջ քաղաքում։ Նա չէր ընդունի իր անկումը առանց պայքարի։ Եվ այժմ, երբ հրապարակայնորեն բացահայտվել էր, որ դատավորը Մարինեի մայրն էր, կլինեին նրանք, ովքեր կհարցականի տակ կդնեին դատավարության օրինականությունը, ովքեր կպահանջեին գործընթացի անվավերացում, ովքեր կփորձեին օգտագործել այդ կապը ամեն ինչ շրջելու համար։ Բայց Հելենան պատրաստ էր։ Նա հետել էր յուրաքանչյուր արձանագրության, փաստաթղթավորել էր յուրաքանչյուր որոշում, գիտեր, որ իր գործողությունները իրավաբանորեն ամուր էին։ Ռուբենը բռնություն էր գործել վկաներով, տեսախցիկներով լի դահլիճի առաջ։ Հնարավոր չէր հերքել, հնարավոր չէր խեղաթյուրել այդ ճշմարտությունը։ Դրսում, այն խցում, ուր Ռուբենին տարել էին, նա քայլում էր մի կողմից մյուս կողմը, ինչպես վանդակված կենդանի։ Նրա միտքը մրսում էր, փորձելով մարսել տեղի ունեցածը, փորձելով ելք գտնել։ Նա զանգել էր իր փաստաբանին, պահանջելով անմիջապես դուրս բերել իրեն այնտեղից, բայց դոկտոր Պողոսը օբյեկտիվորեն ասել էր, որ դա ժամանակ կպահանջի։ Ռուբենը լուրջ արարք էր կատարել, հետանքները ծանր կլինեին։ Իր կյանքում առաջին անգամ Ռուբեն Թավադյանը իրեն իսկապես անօգնական զգաց։ Նրա փողը, նրա կապերը, նրա իշխանությունը ոչինչ այժմ կարևոր չէր։ Նա ջաղերի հետում էր, նրա Մարինեին բռնություն գործելու պատկերը հաղորդվում էր միլիոնավոր մարդկանց։
Նրա համբավը, որը խնամքով կառուցվել էր տասնամյակների ընթացքում, փլուզվում էր ժամերի ընթացքում։ Եվ մինչ նա մնում էր այնտեղ, մենակ այդ խցում, Մարինեն շրջապատված էր աջակցությամբ։ Կարինեն արդեն պլանավորում էր հաջորդ իրավական քայլերը, պատրաստվելով ապահովել ոչ միայն ամուսնա լուծությունը, այլ սահմանափակող հրաման պաշտպանական միջոցներ։ Հելենան, չնայած իր դատավորի դիրքին, վճռական էր ապահովելու, որ իր դուստրը ապահով լինի, օգտագործելով առկա բոլոր իրավական ռեսուրսները։ Բռնության լուրը տարածվեց կատաղի կրակի պես։ Կանանց իրավունքների պաշտպանության խմբերը սկսեցին ցույցեր անել, Մարինեի համար արդարություն պահանջելով։ Թավադյան շինարարությունն իր աշխատակիցները սկսեցին հարցազրույցներ տալ, նրանցից ոմանք բացահայտեցին Ռուբենի բռնի վարքագծի պատմություններն աշխատավայրում։ Նրա կառուցած կայսրությունը սկսում էր ճաքել, ճաքերը գնալով ավելի էին մեծանում։ Հարձակումից հետո հաջորդած ժամերին Երանն ամբողջությամբ կարծես քննարկում էր գործը։ Գլխավոր թերթերն արդեն պատմությունը տպագրել էին իրենց առցանց վերնագրերում, իսկ լուրերի հաղորդումները ընդհատում էին իրենց կանոնավոր հաղորդումները միջադեպը քննարկելու համար։ Ընտանեկան իրավունքի մասնագետները հրավիրվում էին մեկնաբանելու իրավական հետանքները, իսկ հոգեբանները խոսում էին բռնի վարքագծի օրինաչափությունների զգուշացնող նշանների մասին, որոնք հաճախ աննկատ են մնում։ Մարինեին տարել էին մոր տուն, կենտրոնի հանգիստ թաղամասի համեստ բնակարան։ Դա մի տուն էր, որը նա լավ էր ճանաչում, որտեղ մեծացել էր, որտեղ միշտ իրեն ապահով էր զգացել։ Հելենան պնդել էր, որ Մարինեն մնա այնտեղ, մինչ ամեն ինչ հանդարտվի, Մարինեն, ֆիզիկապես էմոցիոնալ առումով հյուծված, ուժ չուներ համաձայն չլինելու։ Նա պառկած էր հյուրասենյակի ննջասենյակում, դեմքին սառույցի կոմպրեսներով, փորձելով մարսել տեղի ունեցածը։ Կարինեն մնացել էր նրանց մոտ մի քանի ժամ, քննարկելով իրավական ռազմավարություններ, պատրաստելով անհրաժեշտ փաստաթղթերը, շտապ պաշտպանական միջոցներ պահանջելու համար։ Նա բացատրեց, որ հարձակումը դատարանում տեղի ունենալու նկարահանվելու դեպքում դժվարություն չի լինի Ռուբենի դեմ սահմանափակող հրաման ստանալու համար։ Բացի այդ, դատախազությունը անպայման քրեական գործ կհարուցի նրա դեմ, անկախ ամուսնալուծության գործընթացից։ Հելենան սուրճ էր մատուցում Կարինեին, մինչ նրանք զրուցում էին հյուրասենյակում։ Նրա արտահայտությունը լուրջ էր, բայց նրա աչքերում կար մի վճռ։ Ականություն, որն աննկատ չէր մնում։ Որպես դատավոր, նա ճշգրիտ գիտեր, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել, ինչ ռեսուրսներ պետք է ակտիվացնել։ Բայց որպես մայր, նա պայքարում էր պարզապես Մարինեին ամեն ինչից բոլորից պաշտպանելու, ստիպելու նրան մոռանալ, որ Ռուբեն Թավադյանը երբեք գոյություն է ունեցել, ցանկության դեմ։ Մինչդեռ, քաղաքի մյուս ծայրում, Ռուբենը վերջապես ազատ էր արձակվել գրավ վճարելուց հետո։ Նրա փաստաբանին հաջողվել էր համոզել դատավորին սահմանել մի գումար, թե բարձր, որը թույլ կտար նրա ժամանակավոր ազատումը։ Ռուբենը դուրս եկավ ոստիկանական բաժանմունքից, շրջապատված անվտանգության անձնական աշխատակիցների թիմով, փորձելով խուսափել դրսում հավաքված լրագրողներից։ Բայց անհնար էր ամբողջությամբ փախչել։ Տեսախցիկները անդադար կտտացնում էին, լրագրողների բղաված հարցերը արձագանքում էին նրա շուրջը։ Նա ոչ մի հարցի չպատասխանեց, գլուխը ցած պահելով, մինչ նրան արագորեն տանում էին զրահապատ մեքենա։ Բայց նրա արտահայտությունը, որը ֆիքսվել էր տեսախցիկների ոսպնյակներով, զսպված կատաղություն էր։ Տեսանելի զղջում չկար, ոտ չկար։ Միայն զայրույթ։ Մեքենայում Ռուբենը վերջապես պայթեց։ Նա բղավեց դոկտոր Պողոսի վրա, մեղադրելով նրան այն բանի համար, որ չէր կանխել իրերի այդ կետին հասնելը։ Նա ասում էր, որ դա անհեթեթություն է, որ իրեն հետապնդում են, որ Մարինեն Հելենան ամեն ինչ կազմակերպել էին իրեն ոչնչացնելու համար։ Փաստաբանը փորձեց հանգստացնել նրան, բացատրելով, որ նման խոսքը միայն կվատթարացնի իրավիճակը, բայց Ռուբենը չէր ուզում լսել։ Ռուբենի առաջին գործողությունը, հենց որ նա հասավ իր բնակարան Մաշտոցի պողոտայի ամենաշքեղ շենքերից մեկում, մամուլի ասուլիս հրավիրելն էր։ Դոկտոր Պողոսը փորձեց հետ պահել նրան, պնդելով, որ ավելի լավ կլինի լռել, մինչ նրանք ունենան պաշտպանության ամուր ռազմավարություն, բայց Ռուբենը համոզված էր, որ պետք է վերահսկի պատմությունը։ Նա հավատում էր, որ եթե ուղղակիորեն խոսի լրատվամիջոցների հետ, կարող էր հանրային կարծիքը իր օգտին շրջել։ Ասուլիսը նշանակվեց հաջորդ օրվա կեսօրին, Թավադյան շինարարություն ի կենտրոնակայանում։ Ընկերության մամուլի ծառայությունը կատաղի աշխատում էր ամեն ինչ կազմակերպելու համար, թե որոշ աշխատակիցներ արդեն հարցականի տակ էին դնում, թե արդյոք Ռուբենի հետ կապված մնալը լավագույն որոշումն էր իրենց կարիերայի համար։
Այդ գիշեր Մարինեն հազիվ քնեց։ Ամեն անգամ, երբ փակում էր աչքերը, տեսնում էր տեսարանը կրկնվող, զգում էր Ռուբենի ձեռքը, որը հարվածում էր իր դեմքին, լսում էր ճիչերը։ Նա մի քանի անգամ վեր կացավ, մոտեցավ պատուհանին, նայեց ներքի լուռ փողոցին։ Նրա մի մասը դեռ չէր կարողանում հավատալ, որ ուներ այնքան համարձակություն հասնելու այսքան հեռու, հրապարակայնորեն բացահայտելու Ռուբենին, առերեսվելու նրա հետ։ Այդքան երկար նա պայմանավորվել էր լռել, ընդունել, ծածնել, թե ամեն ինչ լավ է։ Հելենան մտավ սենյակ առավոտյան ժամը 3-ի սահմաններում, Մարինեին արթուն գտնելով, նստած պատուհանի կողքի բազկաթոռին։ Նա ոչինչ չասաց, պարզապես նստեց դստեր կողքին, բռնեց նրա ձեռքը։ Նրանք այդպես մնացին երկար րոպեներ, լռության մեջ, միայն միմյանց ներկայությունն էր մխիթարություն առաջարկում։ Հելենան էր, ով վերջապես խախտեց լռությունը։ Նա սկսեց խոսել Մարինեի մանկության մասին, թե ինչպես նա միշտ ուժեղ վճռական աղջիկ է եղել, թե ինչպես է դիմակայել մարտահրավերներին այնպիսի քաջությամբ, որը տպավորիչ էր։ Նա ասաց, որ նույն ուժը դեռ այնտեղ էր, պարզապես ժամանակավորապես մթաքնվել էր տարիների մանիպուլյացիայի բռնության պատճառով, բայց որ այժմ այն վերածնվում էր ավելի ուժեղ, քան երբևէ։ Մարինեն լուռ լսում էր, արցունքները հոսում էին նրա դեմքից։ Նա խոստովանեց, որ վախենում է, որ չգիտի, թե արդյոք կկարողանա դիմանալ այն ամենին, ինչ գալու էր։ Հելենան պատասխանեց, որ վախը բնական է, բայց որ նա մենակ չի լինի։ Որ նա ուներ աջակցություն ոչ միայն իր կողմից, այլ Կարինեի պաշտպանության խմբերի կողմից, ովքեր արդեն կապվել էին, օգնություն առաջարկելով, հազարավոր մարդկանց կողմից, ովքեր թե անձամբ չէին ճանաչում նրան, պահում էին նրա կողմը։ Հաջորդ առավոտ Ռուբենի մամուլի ասուլիսը ուղիղ եթերով հեռարձակվեց գլխավոր լրատվական ալիքներով։ Նա նորից անթերի էր, կարծես նախորդ օրվա իրադարձությունները ոչ մի կերպ չէին ազդել նրա արտաքինի վրա։ Նստած սեղանի հետում, Թավադյան շինարարություն ի լոգոն հետնամասում, նա սկսեց կարդալ պատրաստված հայտարարություն։ Նա խոսեց ճնշման, ծայրահեղ սթրեսի պահերի մասին, թե ինչպես էին վերջին ամիսները դժվար եղել ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական առումով։ Նա խոստովանեց, որ կորցրել էր վերահսկողությունը դատարանում, բայց փորձեց միջադեպը դիտարկել որպես թուլության մեկուսացված պահ, պայմանավորված սադրանքներով, անարդար մեղադրանքներով։ Նա ակնարկեց, որ Մարինեն խեղաթյուրել էր փաստերը, որ կար դավադրություն, իր հեղինակությունը պղծելու, իր ընկերության վերահսկողությունը ձեռք բերելու համար։ Բայց նրա խոսքերը դատարկ էին հնչում։ Հարձակման պատկերները հստակ էին, անհերքելի։ Ոչ մի համատեքստ չէր արդարացնում դա։ Եվ որքան շատ էր նա խոսում, փորձելով պաշտպանվել, այնքան ավելի ակնհայտ էր դառնում նրա իրական պատասխանատվության բացակայությունը։ Նա անկեղծորեն ներողություն չխնդրեց Մարինեից, ոչ մի իրական զղջում չցուցաբերեց։ Պարզապես փորձեց նվազագույնի հասցնել արդարացնել։ Հանրային արձագանքը Ռուբենի համար անմիջական կործանարար էր։ Սոցիալական ցանցերում Մարինեի համար արդարություն պահանջող հեշթեգերը դարձան երկրի ամենաքննարկվողները։ Թավադյան շինարարությունը ի գործընկեր ընկերությունները սկսեցին վերանայել իրենց պայմանագրերը, հարցականի տակ դնելով, թե արդյոք ցանկանում էին շարունակել կապված լինել մեկի հետ, ով ուներ այդպիսի կերպար։ Ներդրողները սկսեցին դուրս գալ, անհանգստանալով այն ազդեցությունից, որը սկանդալը կարող էր ունենալ իրենց եկամուտների վրա։ Թավադյան շինարարություն ի կառավարման խորհուրդը արտակարգ նիստ հրավիրեց։ Կային անդամներ, ովքեր պաշտպանում էին, որ Ռուբենը պետք է ժամանակավորապես հեռանա նախագահի պաշտոնից, համենայն դեպս, մինչ իրավիճակը լուծվի։ Մյուսները պնդում էին, որ նրան փոխարինելը կնշանակեր մեղքի ընդունում, կարող էր ավելի ապակայունացնել ընկերությունը։ Քննարկումները բուռն էին, պարզ էր, որ խորը բաժանում կար։ Մինչդեռ Կարինեն ստացել էր Ռուբենի դեմ սահմանափակող հրամանը։ Նրան օրինականորեն արգելվում էր մոտենալ Մարինեին, կապվել նրա հետ, ցանկացած միջոցով այցելել որոշակի վայրեր, որտեղ նա կարող էր լինել։ Այդ պայմաններից որևէ մեկի խախտումը կհանգեցներ անմիջապես ձերբակալման։ Մարինեն ուր ստացավ թեթացման անհանգստության խառնուրդով։ Թեթացումը գալիս էր այն գիտակցումից, որ կար իրավական պաշտպանություն, որ Ռուբենը չէր կարող պարզապես հայտնվել իր առջ։ Բայց անհանգստությունը գալիս էր նրան ճանաչելուց, իմանալուց, որ նա այն մարդկանցից չէր, ով հեշտությամբ ընդունում էր սահմանները, հատկապես, երբ զգում էր, որ իր իշխանությանը մարտահրավեր է նետվում։ Թավադյան շինարարություն, ում սկսեցին ավելի շատ պատմություններ հայտնվել։ Աշխատակիցները, քաջալերված Մարինեի քաջությամբ, սկսեցին պատմել Ռուբենի հետ իրենց սեփական փորձառությունների մասին։
Կային ճիչերի, հանրային նվաստացումների, կամայական աշխատանքից ազատումների մասին պատմություններ։ Նախկին քարտուղարուհին բացահայտեց, որ իրեն ամիսներ շարունակ բանավոր ոտնձգությունների էին ենթարկել, մինչ վերջապես հրաժարական տվեց։ Ծրագրի մենեջերը պատմեց, թե ինչպես Ռուբենը յուրացրել էր իր գաղափարները ծաղրել նրան, երբ նա փորձել էր հավակնել վարկին։ Այս բացահայտումները շատ ավելի լայն պատկեր էին նկարում, քան պարզապես մի մարդ, ով կորցրել էր վերահսկողությունը Սթր. Եսի պահին։ Դրանք ցույց էին տալիս բռնի վարքագծի օրինաչափություն, մեկի, ով օգտագործում էր իշխանությունն ու ահաբեկումը, իր շուրջը գտնվողներին վերահսկելու համար։ Հելենան, որպես գործի դատավոր, պետք է պահպաներ մասնագիտական անաչառություն։ Բայց նա գիտեր, որ պետք է պաշտոնապես հեռանար ամուսնալուծության գործընթացից, հիմա, երբ ընտանեկան կապը հրապարակայնորեն բացահայտվել էր։ Նա գործը փոխանցեց իր վստահելի գործընկերոջը, նույնքան ամուր համբավ ունեցող դատավորի, ապահովելով, որ գործընթացը շարունակվի, բայց առանց կողմնակալության վերաբերյալ որևէ հարցի։ Մարինեն շնորհակալություն հայտնեց մորը որոշման համար, հասկանալով, որ դա ճիշտ քայլ էր։ Եվ թե Հելենան այլս չէր կարող պաշտոնապես նախագահել գործը, նա կշարունակեր լինել Մարինեի ամենամեծ դաշնակիցը, առաջարկելով խորհուրդներ, աջակցություն, պաշտպանություն բոլոր ոչ իրավական ասպեկտներում։ Գործի համար նշանակված նոր դատավորը, դոկտոր Ֆերնանդո Քամփոսյանը, հայտնի էր ընտանեկան իրավունքի բարդ գործերում իր փորձով գործընթացներին իր մանրակրկիտ մոտեցմամբ։ Նա ուշադիր ուսու մնասիրեց արդեն ներկայացված բոլոր փաստաթղթերը, ներառյալ լսումների ձայնագրությունները, որտեղ տեղի էր ունեցել հարձակումը։ Նրա առաջին գործողությունը նոր լսումներ կանչելն էր, որտեղ երկու կողմերն էլ հնարավորություն կունենային ներկայացնել իրենց փաստարկները ամբողջությամբ առանց ընդհատումների։ Կարինե Մելքոնյանը սկսեց Մարինեին պատրաստել այս նոր փուլին։ Նրանք ամեն օր հանդիպում էին Հելենայի տանը, վերանայելով փաստաթղթերը, փորձելով հնարավոր հարցեր, որոնք կարող էին տրվել, ամրապնդելով Մարինեի պատմությունը։ Կարինեն մասնագետներ բերեց օգնելու համար, ներառյալ հոգեբան, ով մասնագիտացած էր բռնի հարաբերությունների տրավմաների մեջ, ֆինանսական խորհրդատու, ով կօգներ հետելու Ռուբենի կողմից ամուսինների փողի հետ կատարված բոլոր կասկածելի շարժումներին։ Հենց այդ նախապատրաստական նիստերից մեկի ժամանակ ֆինանսական խորհրդատուն, Անահիտ Պողոսյանը, անհանգստացնող հայտնագործություն արեց։ Նրան հաջողվել էր դատական թույլտվությամբ մուտք գործել բանկային ամբողջական գրառումներին, նա գտել էր ոչ միայն արդեն հայտնի փոխանցումները, այլ շատ ավելի մշակված գործարքների շարք։ Ռուբենը ստեղծել էր ուրվական ընկերություններ, հաշիվներ հարկային դրախտներում, աստղաբաշխական գումարներ էր տեղափոխել երկրից դուրս։ Բայց Անահիտ Պողոսյանի ուշադրությունը առավելապես գրավեց այն հայտնագործությունը, որ այդ գումարի զգալի մասը շեղվել էր Թավադյան շինարարություն ի հաճախորդների ներդրումներից։ Ռուբենը ոչ միայն փող էր թաքցնում Մարինեից, նա պոտենցիալ ներգրավված էր ֆինանսական խարդախությունների մեջ, որոնք ազդում էին տասնյակ ներդրողների վրա, ովքեր վստահել էին իրենց խնայողությունները նրա ընկերությանը։ Կարինեն գիտեր, որ այս տեղեկությունը ամբողջովին փոխում է գործի բնույթը։ Այլս խոսքը միայն ընտանեկան բռնության հարցերով դատավարական ամուսնալուծության մասին չէր։ Այժմ կային հնարավոր խարդախ գործունեության ապացույցներ, որոնք պետք է զեկուցվեին համապատասխան մարմիններին։ Նա անմիջապես կապվեց դատախազության հետ, ներկայացնելով սկզբնական հայտնագործությունները, պահանջելով պաշտոնական հետաքննություն սկսել։ Երբ Մարինեն իմացավ հայտնագործությունների մասին, նա ցնցեց։ Նա միշտ գիտեր, որ Ռուբենը վերահսկող մանիպուլյատիվ էր իր անձնական հարաբերություններում, բայց երբեք չէր պատկերացրել, որ նա կարող էր խաբել իր սեփական հաճախորդներին, մարդկանց, ովքեր վստահում էին նրան, հոգ տանել իրենց ներդրումների մասին։ Նա զգաց զզվանքի տխրության խառնուրդ, հասկանալով, որ այն մարդը, ում հետ ամուսնացել էր, նույնիսկ ավելի վատն էր, քան պատկերացնում էր։ Ֆինանսական հետաքննությունների մասին լուրը արագորեն տարածվեց մամուլում։ Թերթերն այժմ խոսում էին ոչ միայն ընտանեկան բռնության, այլ լայնածավալ հնարավոր խարդախության մասին։ Թավադյան շինարարություն ի բաժնետերերը խուճապի մատնվեցին։ Հրավիրվեցին արտակարգ հանդիպումներ, Ռուբենի վրա նախագահի պաշտոնից հրաժարվելու ճնշումը էքսպոնենցիալ աճեց։ Ռուբենը, մեկուսացված իր շքեղ բնակարանում, տեսնում էր, թե ինչպես է իր աշխարհը փլուզվում իր շուրջը։ Նրա ստացած հեռախոսազանգերը գնալով ավելի ագրեսիվ էին դառնում։ Ներդրողները բացատրություններ էին պահանջում, բիզնես գործընկերները ցանկանում էին խզել պայմանագրերը, կառավարման խորհրդի անդամները խստորեն։ Նա առաջարկում էին, որ նա հեռանա։
Նա փորձում էր դիմադրել, պնդելով, որ ամեն ինչ դավադրություն է, որ իրեն անարդարացիորեն հետապնդում են, բայց նրա խոսքերն այլս ոչ ոքի չէին համոզում։ Դոկտոր Պողոս Քորքյանը չափազանց դժվար դրության մեջ էր։ Որպես փաստաբան նա պարտավոր էր պաշտպանել իր հաճախորդին, բայց ի հայտ եկող ապացույցները գրեթե անհնար էին դարձնում այդ խնդիրը։ Բացի այդ, նրա սեփական համբավը պղծվում էր կապի պատճառով։ Նա լրջորեն սկսեց մտածել, թե արդյոք պետք է շարունակեր ներկայացնել Ռուբենին։ Հինգշաբթի կեսօր էր, ուղիղ մեկ շաբաթ անց դատարանում տեղի ունեցած հարձակումից, երբ դոկտոր Պողոսը վերջապես անկեղծ զրույց ունեցավ Ռուբենի հետ։ Նա ներկայացրեց հավաքված բոլոր ապացույցները, բացատրեց խարդախության մեղադրանքների ծանրությունը, հստակեցրեց, որ Ռուբենի իրավիճակը շատ ավելի լուրջ էր, քան նա կարծես թե պատրաստ էր ընդունել։ Նա առաջարկեց, որ Ռուբենը դիտարկի համաձայնություն կնքելը, ընդունի ֆինանսական խախտումները, փոխարենը ստանալով կրճատված դատավճիռ, ընդունի ամուսնալուծության պայմանները առանց վիճարկման։ Ռուբենը կտրականապես հրաժարվեց։ Նա բղավեց, որ ոչինչ չի ընդունի, որ Մարինեին հաղթելու բավարարություն չի տա, որ նա նախընտրում է պայքարել մինչ վերջին դրամը, մինչ առկա վերջին իրավական միջոցը։ Դոկտոր Պողոսը հեռացավ այդ հանդիպումից, իմանալով, որ պետք է որոշում կայացներ իր սեփական մասնագիտական ապագայի վերաբերյալ։ Մինչդեռ Մարինեն իր մեջ նոր կողմ էր հայտնաբերում։ Սկզբում նա ամուսնալուծության հայց էր ներկայացրել, պարզապես ցանկանալով հեռանալ Ռուբենից, պաշտպանել իրեն այն երեխային, ում սպասում էր։ Բայց հիմա, իմանալով նրա գործողությունների մասշտաբը, իմանալով, որ կային այլ զոհեր, նա ավելի մեծ պատասխանատվություն զգաց։ Նա պայքարում էր ոչ միայն իր, այլ բոլոր այն մարդկանց համար, ում Ռուբենը խաբել վնասել էր։ Կարինեի Հելենայի աջակցությամբ Մարինեն սկսեց հարցազրույցներ տալ մամուլին։ Նա խոսում էր ոչ միայն իր անձնական փորձի մասին, այլ իշխանության դիրքերում գտնվող մարդկանց պատասխանատվության կարողության մասին, երբ նրանք չարաշահում են այդ վստահությունը։ Նրա քաջությունը ոգեշնչեց նմանատիպ իրավիճակներում գտնվող այլ կանանց, օգնություն փնտրելու, բողոքելու, լուրջ չմնալու։ Կանանց իրավունքների պաշտպանության մի խումբ կապվեց Մարինեի հետ, առաջարկելով աջակցություն, հրավիրելով նրան դառնալու ընտանեկան բռնության դեմ ազգային արշավի խոսնակ։ Մարինեն սկզբում վարանեց, իրեն անբավարար զգալով նման դերի համար, բայց Հելենան քաջալերեց նրան։ Նա ասաց, որ Մարինեի պատմությունը կարող է տարբերություն մտցնել անթիվ կանանց կյանքում, որ իր հարթակը բարիքի համար օգտագործելը սարսափելի բանը դրականի վերածելու հզոր միջոց կլինի։ Դոկտոր Ֆերնանդո Քամփոսյանի հետ նոր լսումները նշանակվեցին 2 շաբաթից։ Կարինեն ամուր գործ էր պատրաստում, տասնյակ վկաներով, ովքեր պատրաստ էին ցուցմունք տալ, ներառյալը Թավադյան շինարարությունի նախկին աշխատակիցներ, Ռուբենի Մարինեի տան աշխատակիցներ, ֆինանսական մասնագետներ, ովքեր կարող էին բացատրել հայտնաբերված խարդախությունների բարդությունները։ Ռուբենը իր հերթին փորձում էր կազմակերպել իր սեփական պաշտպանությունը։ Նա լրացուցիչ փաստաբանների թիմ վարձեց, կորպորատիվ քրեական իրավունքի մասնագետներ։ Նրանք գիշերուցոր աշխատում էին, փորձելով գտնել իրավական բացեր, հարցականի տակ դնելով ապացույցների վավերականությունը, պատրաստելով հակափաստարկներ։ Բայց նույնիսկ նրանք գիտեին, որ գնալով ավելի դժվար էր դառնում պաշտպանել Ռուբենին։ Ռուբենի վրա ճնշումը նոր մակարդակի հասավ, երբ Թավադյան շինարարությունն ի կառավարման խորհուրդը վերջապես քվեարկեց նրան գործադիր տնօրենի պաշտոնից հեռացնելու օգտին։ Որոշումը կայացվեց լարված հանդիպման ժամանակ, որտեղ ընկերության փաստաբանները պնդում էին, որ Ռուբենին ղեկավարության մեջ պահելը անընդունելի ռիսկ է ներկայացնում բիզնեսի շարունակականության համար։ Նրան որոշման մասին տեղեկացրին պաշտոնական նամակով, որը առաքիչի կողմից հանձնվեց նրա բնակարանում։ Ռուբենը ցնցված էր։ Ընկերությունն իր ստեղծագործությունն էր, իր ժառանգությունը։ Նա դա կառուցել էր զրոյից, տասնամյակների աշխատանք ներդնելով։ Եվ այժմ նրան վտարում էին, հեռացնում էին այն ամենից, ինչ նա համարում էր իր ամենամեծ ձեռքբերումը։ Առաջին անգամ, երբ ամեն ինչ սկսվեց, նա զգաց իր գործողությունների իրական ծանրությունը։ Ոչ թե եղծխչում այն բանի համար, ինչ արել էր Մարինեին կամ ներդրողներին, այլ ցավոտ հասկացողություն, որ իր արարքները հետանքներ ունեին։ Այդ գիշեր, մենակ իր դատարկ բնակարանում, Ռուբենը կոտրվեց։ Նա իրեր նետեց պատերին, բղավեց մինչ ձայնը կորցնելը, լաց եղավ զայրույթից, հիասթափությունից։ Բայց այնտեղ ոչ ոք չկար նրան լսելու, ոչ ոք նրան մխիթարելու։ Նա իր վարքով հեռացրել էր բոլորին իր շուրջը, այժմ իսկապես մենակ էր։ Մարինեն, մյուս կողմից, շրջապատված էր աջակցությամբ։
Բացի Հելենայից Կարինեից, նա վերականգնել էր հին ընկերուհիների հետ կապը, որոնց կորցրել էր Ռուբենի հետ ամուսնության ընթացքում։ Նա միշտ խրախուսում էր այդ ընկերություններին, պնդելով, որ այդ մարդիկ լավ ազդեցություն չունեն, որ նրանք չեն հասկանում իրենց կյանքը։ Բայց հիմա, ազատվելով նրա վերահսկողությունից, Մարինեն հասկացավ, որ հենց այդ մարդիկ էին առաջարկում այն անկեղծ աջակցությունը, որն իրեն անհրաժեշտ էր։ Այդ ընկերուհիներից մեկը, Ջուլիա Ֆերնանդեսյանը, Մարինեի համակուրսեցին էր եղել։ Նրանք անբաժան էին, մինչ Մարինեն ծանոթացավ Ռուբենի հետ, բայց աստիճանաբար հեռացել էին։ Երբ Ջուլիան իմացավ տեղի ունեցածի մասին, նա անմիջապես կապվեց, առաջարկելով հնարավոր բոլոր աջակցությունը։ Նա պարբերաբար այցելում էր Մարինեին, ուտելիք բերելով, զվարճալի պատմություններ պատմելով, նրան շեղելու համար, պարզապես ներկա լինելով։ Ջուլիան էր, ով առաջարկեց, որ Մարինեն սկսի մտածել իր ապագայի մասին, ամուսնալուծությունից հետո։ Նա հարցրեց այն երազանքների մասին, որոնք Մարինեն ուներ ամուսնանալուց առաջ, այն մասնագիտական հավակնությունների մասին, որոնք նա թողել էր մի կողմ։ Մարինեն երկար լռեց, հասկանալով, որ շատ ժամանակ էր անցել, ինչ նա իրեն չէր մտածում որպես Ռուբեն Թավադյանի կնոջից բացի ուրիշ բան։ Մարինեն ճարտարապետություն էր սովորել, ավարտելով գերազանցությամբ։ Նա սիրում էր նկարել, ստեղծել տարածքներ, որոնք պատմություններ էին պատմում, որոնք մարդկանց ստիպում էին իրենց հարմարավետ զգալ։ Բայց ավարտելուց անմիջապես հետո նա Ռուբենին հանդիպեց բիզնես երեկույթի ժամանակ։ Նա հիացած էր եղել նրանով, հարաբերությունները սկզբից ինտենսիվ էին։ Երբ նրանք ամուսնացան, Ռուբենը առաջարկեց, որ նա կարիք չունի աշխատելու, որ ինքը բավականաչափ էր վաստակում երկուսի համար, որ նա պետք է կենտրոնանա տան մասին հոգ տանելու ի վերջո իրենց ունենալիք երեխաների վրա։ Այդ ժամանակ Մարինեն դա մեկնաբանեց որպես հոգատարություն, որպես սիրո ժեստ։ Բայց ժամանակի ընթացքում նա հասկացավ, որ դա վերահսկողություն էր։ Ռուբենը չէր ուզում, որ նա ունենար իր սեփական կարիերան, ֆինանսական անկախություն, իրենից առանձին ինքնություն։ Նա ուզում էր, որ նա ամբողջովին կախված լիներ իրենից, որ նրա կյանքը բացառապես իր կարիքների շուրջ պտտվեր։ Հիմա, Ջուլիայի հետ զրուցելիս, Մարինեն սկսեց պատկերացնել, թե ինչպես կլիներ վերսկսել իր կարիերան։ Միգուցե սկսել փոքրից, միգուցե մի քանի ֆրիլանս նախագծեր անել, վերակառուցել իր սեփական կյանքը նույն կերպ, ինչպես նկարում էր տարածքներ։ Գաղափարը սարսափելի էր, բայց նա հուզիչ։ Տարիներ շարունակ առաջին անգամ նա սկսում էր տեսնել մի ապագա, որն իսկապես իրենն էր։ Դատախազության հետաքննությունը Ռուբենի խարդախությունների վերաբերյալ արագորեն առաջ էր գնում։ Աուդիտորների մի թիմ ուսումնասիրում էր Թավադյան շինարարություն-ի բոլոր գործարքները վերջին 5 տարվա ընթացքում։ Նրանք հայտնաբերեցին մի մշակված սխեմա, որտեղ Ռուբենը շեղում էր միջոցներ շինարարական նախագծերից, գերագնահատում էր նյութերն ու ծառայությունները, գրպանում տարբերությունը իր ուրվական ընկերությունների միջոցով։ Որոշ տուժած ներդրողներ սկսեցին կազմակերպվել, կոլեկտիվ հայցեր ներկայացնելու Ռուբենի ընկերության դեմ։ Նրանք ցանկանում էին վերականգնել իրենց փողերը, պատրաստ էին դրա համար պայքարել իրավաբանորեն։ Թավադյան շինարարությունը, այժմ նոր ժամանակավոր ղեկավարության ներքո, լիովին համագործակցում էր հետաքննությունների հետ, փորձելով հեռանալ Ռուբենից, փրկել այն, ինչ մնացել էր ընկերության համբավից։ Դոկտոր Պողոս Քորքյանը վերջապես որոշում կայացրեց հեռանալ գործից։ Նա պաշտոնական նամակ ուղարկեց Ռուբենին, բացատրելով, որ այլևս չի կարող ներկայացնել նրան էթիկական կոնֆլիկտների մեղադրանքների բնույթի պատճառով։ Ռուբենը կատաղեց, Պողոսին դավաճանության մեջ մեղադրելով, թողնելով իրեն այն պահին, երբ ինքն ամենից շատ էր կարիք ունենում։ Բայց Պողոսը հանգիստ էր իր որոշման հետ։ Նրա խիղճը թույլ չէր տալիս շարունակել պաշտպանել մեկին, ով ակնհայտորեն այդքան խախտումներ էր կատարել։ Ռուբենին անհրաժեշտ եղավ նոր փաստաբան վարձել, ինչը ժամանակ պահանջեց էլ ավելի բարդացրեց նրա իրավիճակը։ Փաստաբանը, ով վերջապես ընդունեց գործը, դոկտոր Մարտիրոս Սարգսյանը, հայտնի էր բարդ հակասական գործեր ընդունելով, բայց նույնիսկ նա խոստովանեց, որ դա դժվար պայքար կլինի։ Նա խորհուրդ տվեց Ռուբենին լրջորեն դիտարկել համաձայնություններ կնքելը, ինչպես ամուսնալուծության գործընթացում, այնպես էլ քրեական հետաքննություններում, բայց Ռուբենը շարունակում էր անդրդվելի մնալ։ Մինչդեռ Մարինեն զգալի առաջընթաց էր գրանցում իր էմոցիոնալ վերականգնման գործում։ Հոգեբանական նիստերն օգնում էին նրան մարսել տարիների հոգեբանական բռնությունը, ճանաչել մանիպուլյացիայի օրինաչափությունները, որոնք նա նորմալացրել էր, վերականգնել իր ինքնագնահատականը։ Նա սկսեց գրառումներ անել օրագրում, արձանագրելով իր զգացմունքները, իր վախերը, իր հույսերը։
Դա լրացուցիչ թերապիայից էր, իր մտքերը կազմակերպելու միջոց։ Հելենան դիտում էր իր դստեր փոխակերպումը հպարտության թեթացման խառնուրդով։ Նա միշտ գիտեր, որ Մարինեն ուժեղ է, բայց վախենում էր, որ Ռուբենի տիրապետության տակ անցկացրած տարիները կոտրել էին այդ ոգին։ Մարինեին վերացնվող տեսնելը, նրա ձայնը նորից գտնելը, խորապես բավարարող էր։ Նոր լսումները վերջապես սկսվեցին։ Դահլիճը կրկին լի էր, բայց այս անգամ մթնոլորտը տարբեր էր։ Կար սպասում, զգացողություն, որ արդարություն կլինի։ Մարինեն ներս մտավ Կարինեի կողքին, կրելով համեստ կոստյում, մազերը հավաքված, դեմքին հանգիստ վճռականության արտահայտություն։ Նրա դեմքի կապտուկն արդեն ամբողջովին անհետացել էր, բայց հարձակումից հետո օրերին արված լուսանկարները ներկայացվելիք ապացույցների մեջ էին։ Ռուբենը եկավ իր նոր փաստաբանի, դոկտոր Մարտիրոս Սարգսյանի հետ։ Նա ինչ-որ կերպ փոքրացած էր թվում, այն ամբարտավան վստահությունը, որը միշտ բնորոշել էր նրան, փոխարինվել էր ավելի մութ ինչ-որ բանով։ Նա խուսափում էր ուղղակիորեն նայել Մարինեին, աչքերը հառած իր արջի սեղանին։ Դատավոր Ֆերնանդո Քամփոսյանը բացեց լսումները իր հստակ իշխանական ձայնով։ Նա բացատրեց, որ կուսումնասիրեն ոչ միայն ամուսնալուծության հետ կապված հարցերը, այլ բռնության մեղադրանքները, վերջին հայտնագործությունների ֆինանսական հետանքները։ Նա հստակեցրեց, որ բոլոր կողմերից ակնկալում է բացարձակ կոռեկտություն, որ ցանկացած անպատշաճ վարք կհանգեցնի ծանր հետանքների։ Կարինեն առաջինը ներկայացրեց։ Նա բերեց այն վկաներին, ում խնամքով պատրաստել էր։ Առաջինը տիկին Գոհարն էր, ով 3 տարի աշխատել էր որպես տնային տնտեսուհի Ռուբենի Մարինեի տանը։ Դողացող, բայց ամուր ձայնով նա նկարագրեց բազմաթիվ դեպքեր, երբ ականատես էր եղել, թե ինչպես էր Ռուբենը բղավում Մարինեի վրա, նվաստացնում նրան, վերահսկում նրա տնային կյանքի յուրաքանչյուր ասպեկտը։ Նա պատմեց մի դեպքի մասին, երբ Մարինեին լացելիս էր գտել լոգարանում, հատկապես բռնի վեճից հետո, թե ինչպես էր Ռուբենը արգելել իրեն մխիթարել տիրուհուն։ Հաջորդ վկան Կարոս Ալբերտյանն էր, Թավադյան շինարարություն-ի նախկին ծրագրերի մենեջերը։ Նա խոսեց Ռուբենի ստեղծած թունավոր աշխատանքային միջավայրի մասին, թե ինչպես էր նա ահաբեկու աշխատակիցներին, յուրացնում ուրիշների գաղափարները, պատժում ցանկացածի, ով կասկածի տակ էր դնում իր որոշումները։ Կարոսը նա նշեց, որ մի քանի անգամ լսել էր, թե ինչպես էր Ռուբենը հեռախոսով Մարինեի հետ ագրեսիվ անհարգալից ձով խոսում, նույնիսկ երբ գրասենյակում էր, շրջապատված այլ մարդկանցով։ Բայց Անահիտ Պողոսյանի, ֆինանսական խորհրդատուի ցուցմունքն էր, որ բերեց լսումների ամենադրամատիկ պահը։ Նա ներկայացրեց մանրամասն աղյուսակներ, գրաֆիկներ, փաստաթղթեր, որոնք հետում էին Ռուբենի Մարինեի համատեղ հաշիվներից դեպի ուրվական ընկերությունները, դրանցից դեպի օֆշորային հաշիվները փողի հոսքին։ Նա պարզ լեզվով բացատրեց, թե ինչպես էր գործում սխեման, պարզ դարձնելով դահլիճում գտնվող բոլորին, որ Ռուբենը ոչ միայն փող էր թաքցրել Մարինեից, այլ համակարգված կերպով գողացել էր նրանից։ Ավելի ցնցող էր, երբ Անահիտը բացահայտեց, որ շեղված փողի զգալի մասն ի սկզբանե Մարինեի ժառանգությունն էր։ Երբ Մարինեի հայրը մահացավ տարիներ առաջ, նա նրան զգալի գումար էր թողել։ Ռուբենը համոզել էր Մարինեին այդ փողը դնել մի հաշվի մեջ, որը նա կկառավարեր, խոստանալով այն իմաստուն կերպով ներդնել իրենց ապագայի համար։ Բայց փոխարենը, նա գրեթե ամբողջը փոխանցել էր իր անձնական հաշիվներին, օգտագործելով փողը իր ավելորդ կենսակերպը, ռիսկային շահարկումները ֆինանսավորելու համար։ Մարինեն կոկորդում մի հանգույց զգաց, լսելով դա։ Նա միշտ մտածել էր, թե ինչ էր պատահել հոր ժառանգությանը, բայց Ռուբենը միշտ համոզիչ բացատրություններ ուներ չհաջողված ներդրումների կամ անսպասելի ծախսերի մասին։ Նա երբեք չէր պատկերացրել, որ նա պարզապես ամեն ինչ գողացել էր։ Դահլիճում արձագանքն անմիջական էր։ Շշուկներ տարածվեցին ներկաների մեջ, իսկ լրագրողները կատաղի գրառումներ էին անում։ Նույնիսկ դատավոր Ֆերնանդո Քամփոսյանը ցնցված թվաց բացահայտումից, թե պահպանում էր իր մասնագիտական հանգստությունը։ Դոկտոր Մարտիրոս Սարգսյանը փորձեց հակափաստարկել, առաջարկելով, որ այս ամենը ամուսինների ունեցվածքի նորմալ կառավարման մասն էր, որ Ռուբենն իրավունք ուներ կառավարել ներդրումները, ինչպես ինքը լավագույնը կհամարեր։ Բայց նրա փաստարկները դատարկ էին հնչում ներկայացված ապացույցների առջ։ Դատավորը ընդհատեց նրան, խնդրելով ավելի կոնկրետ լինել, ներկայացնել փաստաթղթեր, որոնք կհաստատեին նրա պնդումները։ Հենց այդ ժամանակ տեղի ունեցավ մի բան, որը ոչ ոք չէր սպասում։ Հանդիսատեսի մեջ նստած մի տղամարդ հանկարծակի ոտքի կանգնեց։
Դա Գաբրիել Մելքոնյանն էր, Թավադյան շինարարությունն ի գլխավոր ներդրողներից մեկը, ում Ռուբենն անձնական ընկեր էր համարում։ Գաբրիելը դատավորից թույլտվություն խնդրեց խոսելու, մի պահ վարանելուց հետո դատավորը թույլատրեց։ Գաբրիելն ուղղակիորեն դիմեց Ռուբենին, անտեսելով դատարանի արձանագրությունները։ Հուզմունքով զայրույթով լի ձայնով նա ասաց, որ վստահել էր Ռուբենին ոչ միայն որպես բիզնես գործընկեր, այլ որպես ընկեր։ Նա իր ամբողջ կյանքի խնայողությունները ներդրել էր Թավադյան շինարարությունն ի նախագծերում, հավատալով վերադարձի խոստումներին, որոնք Ռուբենը տվել էր։ Այժմ իմանալով, որ այդ փողը շեղվել էր, որ Ռուբենը ստել էր իրեն տասնյակ այլ մարդկանց, Գաբրիելը իրեն դավաճանված էր զգում այնպես, որ բառերը չէին կարող արտահայտել։ Ռուբենը վերջապես բարձրացրեց աչք։ Երը, առաջին անգամ նրա արտահայտության մեջ ինչ-որ բան կար, որը թվում էր անկեղծ զղջում։ Բայց դա տեց ընդամենը մի պահ։ Արագորեն, ամբարտավանության դիմակը վերադարձավ, նա նորից շեղեց հայացքը։ Դատավորը շնորհակալություն հայտնեց Գաբրիելին իր ցուցմունքի համար, թե այն արձանագրային չէր, խնդրեց նրան նստել։ Այնուհետ նա հայտարարեց կարճ ընդմիջում, որպեսզի կարողանա վերանայել ներկայացված ապացույցները, քննարկել հաջորդ քայլերը։ Ընդմիջման ընթացքում Մարինեն դուրս եկավ միջանցք, ուղեկցությամբ Կարինեի Հելենայի։ Նրան օդ էր պետք, մի պահ, մարսելու համար այն ամենը, ինչ բացահայտվում էր։ Ջուլիան դրսում էր սպասում անմիջապես ամուր գրկեց Մարինեին։ Նրանք այդպես մնացին մի քանի րոպե, Մարինեն թույլ տալով, որ արցունքները վերջապես հոսեն։ Դրանք հենց տխրության արցունքներ չէին, այլ ազատագրման։ Յուրաքանչյուր բացահայտում, յուրաքանչյուր ցուցմունք, կարծես ստիմի շերտ էր հեռացվում, բացահայտելով ճշմարտությունը, որը նա այդքան երկար փորձել էր անտեսել։ Գաբրիել Մելքոնյանը մոտեցավ խմբին, դեմքին դեռ հուզմունքով լի արտահայտու թիամբ։ Նա ներողություն խնդրեց Մարինեից իմպուլսիվ խոսելու համար, բայց ասաց, որ չկարողացավ զսպել իրեն, լսելով այն մասին, թե ինչ էր արել Ռուբենը։ Մարինեն շնորհակալություն հայտնեց, ասելով, որ նրա ցուցմունքը շատ բան էր նշանակում, որ իմանալը, որ այլ մարդիկ սխապվել էին, ինչ-որ առումով, ստիպում էր նրան ավելի քիչ մենակ զգալ։ Գաբրիելը նշեց, որ կազմակերպում է տուժած ներդրողների մի խումբ, որ նրանք դիտարկում էին ոչ միայն Ռուբենին դատի տալը, այլ ճնշում գործադրել իշխանությունների վրա, քրեական հետաքննությունը արագացնելու համար։ Նա ասաց, որ կապեր ունի դատախազությունում կանի ամեն ինչ ապահովելու համար, որ Ռուբենը պատասխան տա իր բոլոր արարքների համար։ Առանձնացված սենյակում, որտեղ Ռուբենը դոկտոր Մարտիրոս Սարգսյանի հետ էր, մթնոլորտը լարված էր։ Փաստաբանը փորձում էր իր հաճախորդին հասկացնել իրավիճակի ծանրությունը։ Նա բացատրեց, որ ներկայացված ապացույցները ճնշող էին, որ նման հստակ փաստաթղթերի ցուցմունքների դեմ համոզիչ պաշտպանություն չկար։ Նա առաջարկեց մեկ անգամ, որ Ռուբենը դիտարկի համաձայնություն ընկնքելը, մեղքը ընդունելը, փոխարենը ստանալով ավելի մեղմ պայմաններ։ Բայց Ռուբենը ժխտման մեջ էր։ Նա պնդում էր, որ այդ ամենը դավադրություն էր, որ Մարինեն Հելենան դավադրել էին իր դեմ ի սկզբանե, որ ցուցմունքները կեղծված էին։ Դոկտոր Մարտիրոսը հոգոց հանեց, հասկանալով, որ գործ ունի մեկի հետ, ով պարզապես չէր կարողանում ընդունել իր սեփական գործողությունների իրականությունը։ Երբ լսումները վերսկսվեցին, դատավոր Ֆերնանդո Քամփոսյանը լուրջ արտահայտություն ուներ։ Նա սկսեց հայտարարելով, որ ներկայացված ապացույցների հիման վրա որոշում է կայացնում որոշ անհապաղ միջոցներ։ Նախ, նա սառեցնում էր Ռուբեն Թավադյանի անունով մնացած բոլոր ակտիվները, կանխելով նրան շարունակելու միջոցներ տեղաշարժել կամ գույք վաճառել։ Երկրորդ, նա որոշեց, որ Ռուբենի հետ կապված բոլոր ընկերություններում պետք է անցկացվի ամբողջական անկախ աուդիտ, ֆինանսական անկանոնությունների ամբողջական շրջանակը բացահայտելու համար։ Երրորդ, ամենակարևորը Մարինեի համար, նա անմիջապես ամուսնալուծություն շնորհեց ամուսնական կապի անուղղելի խզման հիման վրա, սրվ. ած հաստատված ընտանեկան բռնությամբ։ Նա որոշեց, որ Ռուբենը պետք է ամբողջությամբ վերադարձնի Մարինեի ժառանգությունը, որը շեղվել էր, գնաճի ճշգրտման տոկոսներով։ Բացի այդ, նա սահմանեց զգալի ալիմենտ Մարինեի սպասվող երեխայի համար, մինչ ունեցվածքի ամբողջական բաժանումը կավարտվեր։ Մարինեն այնքան ուժեղ թեթացման ալիք զգաց, որ գրեթե տապալեց նրան։ Կարինեն բռնեց նրա ձեռքը, լայն ժպտալով։ Դա ավելին էր, քան նրանք սպասում էին, զգալի հաղթանակ։ Ռուբենը, մյուս կողմից, գունատ էր, նրա ձեռքերը թեթակի դողում էին։ Նա նայեց իր փաստաբանին, կարծես սպասում էր, որ նա ինչ-որ բան կանի, ցանկացած բան, որպեսզի շրջի դա։
Դոկտոր Մարտիրոսը ոտքի կանգնեց, փորձելով պնդել, որ որոշ որոշումներ չափազանցված էին, որ Ռուբենն իրավունք ուներ կառավարել իր սեփական ունեցվածքը, քանի դեռ չկար քրեական վերջնական դատավճիռ։ Բայց դատավորը ամուր էր, բացատրելով, որ կար բավարար ապացույց ունեցվածքի ցրման ռիսկի մասին, որ միջոցները անհրաժեշտ էին պաշտպանելու շահերը ոչ միայն Մարինեի, այլ բոլոր պարտատերերի տուժած ներդրողների։ Դատավորն այն ու հետ հայտարարեց, որ բոլոր փաստաթղթերի ցուցմունքների պատճենները փոխանցում է դատախազությանը, առաջարկելով պաշտոնական քրեական գործ հարուցել Ռուբեն Թավադյանի դեմ խարդախության, յուրացման այլ ֆինանսական հանցագործությունների համար։ Նա որոշեց, որ Ռուբենը պետք է մնա քաղաքում, անձնագիրը պահված, մինչ հետաքննությունները կավարտվեն։ Երբ լսումներն ավարտվեցին, Մարինեն միջանցքում շրջապատված էր լրագրողներով։ Բայց այս անգամ, թաքնվելու փոխարեն, նա որոշեց խոսել։ Հանգիստ, բայց ամուր ձայնով նա շնորհակալություն հայտնեց դատական համակարգին իրեն լսելու, իր մեղադրանքները լուրջ ընդունելու, իրեն պաշտպանելու համար։ Նա ասաց, որ իր պայքարը պարզապես անձնական չէր, այլ ներկայացնում էր բոլոր այն կանանց, ովքեր տառապում են լռության մեջ, բոլոր այն մարդկանց, ովքեր չարաշահվում են նրանց կողմից, ովքեր պետք է սիրեին իրենց։ Նա ուղղակիորեն խոսեց Ռուբենի խարդախությունների զոհերի հետ, ասելով, որ հասկանում է դավաճանության ցավը, այն զգացողությունը, որ վստահել ես մեկին, ով արժանի չէր այդ վստահությանը։ Նա խոստացավ, որ կան ի ամեն ինչ աջակցելու համար շեղված գումարների վերականգնման ջանքերին։ Մարինեի խոսքերը հեռարձակվեցին ազգային մակարդակով, արձագանքը ճնշող էր։ Հազարավոր աջակցող հաղորդագրություններ հեղեղեցին սոցիալական ցանցերը։ Կանանց իրավունքների պաշտպանության խմբերը գովաբանեցին նրան իր քաջության համար։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր սկզբում կասկածի տակ էին դրել նրա մոտիվացիաները, տեսնելով նրա կապը դատավոր Հելենայի հետ, այժմ ընդունում էին, որ նրա պայքարն անկեղծ էր կարոր։ Ռուբենը իր հերթին դուրս եկավ դատարանից հետի մուտքով, խուսափելով մամուլից։ Նրան ուղղակիորեն տարան իր բնակարան, որտեղ նա մնաց մեկուսացված։ Մի քանի ընկերները, ովքեր դեռ մնացել էին նրա մոտ, դադարեցին պատասխանել նրա զանգերին։ Նրա ընտանիքը, ամաչելով հրապարակային բացահայտումներից, հեռու էր մնում։ Նա իսկապես մենակ էր։ Հաջորդ օրերին Ռուբենի խարդախությունների մասին ավելի շատ մանրամասներ շարունակեցին հայտնվել։ Դատավորի կողմից հրամայված աուդիտը բացահայտեց, որ սխեման ավելի լայնածավալ էր, քան սկզբում պատկերացնում էին։ Նա 5 տարվա ընթացքում ել էր միջոցներ առնվազն 20 տարբեր նախագծերից, ընդհանուր առմամբ տասնյակ միլիոնավոր դրամներ։ Որոշ նախագծեր լքվել կամ վատ էին իրականացվել, քանի որ դրանց համար նախատեսված գումարը գողացվել էր։ Թավադյան շինարարությունը, նոր ղեկավարության ներքո, պայքարում էր գոյատելու համար։ Նոր ժամանակավոր գործադիր տնօրենը Ռոբերտ Քարդաշյանը փորձառու գործադիր էր, ով բերվել էր դրսից, փորձելու փրկել ընկերությունը։ Նա իրականացրեց ամբողջական թափանցիկության քաղաքականություն, համագործակցելով բոլոր հետաքննությունների հետ փորձելով վերականգնել հաճախորդների ներդրողների վստահությունը։ Բայց դա դժվար պայքար էր։ Թավադյան ապրանքանիշն անուղղելիորեն պղծվել էր իր հիմնադրի արարքներով։ Մարինեն, մինչդեռ, լրջորեն սկսում էր մտածել իր ապագայի մասին։ Դատավորի կողմից սահմանված ալիմենտը ապահովում էր նրա անմիջական ֆինանսական կայունությունը, բայց նա ավելին էր ուզում։ Նա ուզում էր վերակառուցել իր սեփական ինքնությունը, ունենալ կարիերա, անկախ լինել ոչ թե անհրաժեշտությունից, այլ ընտրությունից։ Նա սկսեց կապեր հաստատել ճարտարապ ետական շուկայում, ներկայացնելով պորտֆոլիո, որը տարիներ շարունակ անտեսել էր։ Ի զարմանս իրեն, մի քանի ընկերություններ հետաքրքրություն ցուցաբերեցին։ Ոմանք բացահայտորեն նշեցին, որ հիանում են նրա քաջությամբ կցանկանային ունենալ նրա պատմությունն իրենց թիմերում։ Մյուսները պարզապես ճանաչում էին նրա տաղանդը, որը մնացել էր անփոփոխ, չնայած մասնագիտությունից հեռու տարիներին։ Հելենան այս ամենը դիտում էր խորը բավարարվածությամբ։ Իր դստերը ոչ միայն ողջ մնալը, այլ բարգավաճելը տեսնելը ամենամեծ պարտքն էր, որը նա կարող էր ունենալ։ Նա գիտեր, որ առջում դեռ մարտահրավերներ կլինեն, որ Մարինեն կունենա կասկածի վախի պահեր, բայց նա գիտեր, որ իր դուստրն ուներ այդ դրանք հաղթահարելու համար անհրաժեշտ ուժը։ Մի կեսօր, մինչ նրանք թեյ էին խմում Հելենայի տան պատշգամբում, Մարինեն վերջապես բարձրաձայնեց մի բան, որը շաբաթներ շարունակ մտածում էր։ Նա ասաց, որ ցանկանում է օգտագործել իր հարթակը, այն ուշադրությունը, որը ստանում էր ավելի մեծ բան անելու համար։ Նա ցանկանում էր ստեղծել մի կազմակերպություն, որը կօգներ ընտանեկան
Բռնության զոհ կանանց վերակառուցել իրենց կյանքը, առաջարկելով ոչ միայն էմոցիոնալ իրավական աջակցություն, այլ օգնելով նրանց զարգացնել մասնագիտական հմտություններ աշխատանք գտնել։ Հելենան գաղափարը հրաշալի համարեց։ Նա առաջարկեց ոչ միայն բարոյական աջակցություն, այլ ի սեփական կապերը դատական համակարգում ոչ առտրային կազմակերպություններում։ Ջուլիան, երբ իմացավ գաղափարի մասին, անմիջապես կամավորություն հայտնեց օգնելու, օգտագործելով իր մարքեթինգային հմտությունները նախաձեռնությունը խթանելու համար։ Կարինե Մելքոնյանը նույնպես ոգորվեց նախագծով։ Նա առաջարկեց, որ կազմակերպությունը կարող է անվճար իրավաբանական խորհրդատվություն առաջարկել այն կանանց, ովքեր միջոցներ չունեն մասնավոր փաստաբաններ վարձելու համար, օգնելով նրանց կողմնորոշվել բարդ իրավական համակարգում, պաշտպանություն արդարություն ստանալու համար։ Նախագիծը արագորեն սկսեց ձևավորվել։ Մարինեն որոշեց այն անվանել վերացնունդ խորհրդանշելով այն փոխակերպումը, որը նա ինքն էր ապրում։ Նրանք սկսեցին աշխատել բիզնես պլանի վրա, բացահայտելով ֆինանսավո նման աղբյուրները, հավաքագրելով կամավորներ, հաստատելով համագործակցություններ այլ կազմակերպությունների հետ։ Որոշիչ լսումներից 3 ամիս անց Երանը ականատես էր լինում նշանավոր փոխակերպման։ Մարինեն դարձել էր դիմադրության հույսի խորհրդանիշ հազարավոր կանանց համար ողջ երկրում։ Վերացնունդ նախագիծն արդեն գործում էր Կոնդ թաղամասի փոքրիկ գրասենյակում կամավորների մասնագետների նվիրված թիմով, ովքեր կիսում էին Մարինեի տեսլականը։ Կազմակերպությունը գործունեության առաջին 2 ամիսներին սպասարկել էր ավելի քան 50 կնոջ, առաջարկելով իրավաբանական խորհրդատվությունից մինչ մասնագիտական վերապատրաստման սեմինարներ։ Մարինեն անձամբ մասնակցում էր մի քանի նիստերի, կիսվելով իր սեփական պատմությամբ հույս առաջարկելով նրանց, ովքեր դեռ իրենց սեփական պայքարի մեջ էին։ Մարինեի հղիությունը առաջադեմ էր, նա սկսում էր զգալ երեխայի մշտական շարժումները, ամեն օր հիշեցնելով նրան, թե ինչու էր այդքան ջանասիրաբար պայքարել։ Նա Հելենայի տան սենյակներից մեկը վերածել էր հարմարավետ մանկապարտեզի, ներկված ջրային կանաչի նուր բիերանգներով, զարդարված իր կողմից նկարված կահույքով։ Դա նրա առաջին ճարտարապետական նախագիծն էր տարիներ շարունակ, թե փոքր, դա նրա համար ամբողջ աշխարհն էր նշանակում։ Ռուբենը, մինչդեռ, բախվում էր իր կայսրության ամբողջական անկմանը։ Դատախազությունը քրեական մեղադրանք էր առաջադրել նրա դեմ խարդախության, յուրացման փողերի լվացման բազմաթիվ մեղադրանքներով։ Նրա ակտիվները մնում էին սառեցված, նա ապրում էր դատարանի կողմից սահմանված նվազագույն ամսական գումարով, հազիվ բավարարելով հիմնական ծախսերը։ Շքեղ բնակարանը վաճառքի էր հանվել, որպես տուժած ներդրողների համար գումարների վերականգնման գործընթացի մաս։ Բայց Ռուբենի անկումը ոչ միայն ֆինանսական էր։ Այն նա սոցիալական հոգեբանական էր։ Նա կորցրել էր այն ամենը, ինչ սահմանում էր իր ինքնությունը, իշխանությունը, կարգավիճակը, հարգանքը։ Այն մարդիկ, ովքեր նախկինում խոնարհվում էին նրա առաջ, այժմ խուսափում էին նրանից։ Նրա ընտանիքը հեռու էր մնում, ամաչելով կապից։ Նա իսկապես մենակ էր, բախվելով տասնամյակների բռնի անբարոյական վարքի հետանքներին։ Երեքշաբթի առավ ոտ էր, երբ տեղի ունեցավ անսպասելի բան։ Մարինեն ստացավ մի նամակ, առաքված առաքիչի կողմից։ Դա Ռուբենից էր։ Դողացող ձեռքերով նա բացեց այն, չիմանալով, թե ինչ սպասել։ Նամակը երկար էր, ձեռագիր գրված պարզ թղթի վրա։ Ռուբենը գրում էր զղջման մասին, թե ինչպես էր վերջին ամիսներն անցկացրել, մտածելով իր արարքների մասին, թե ինչպես էր վերջապես սկսել հասկանալ այն բանի մեծությունը, ինչ արել էր։ Նա ներողություն չէր խնդրում, քանի որ գիտակցում էր, որ արժանի չէր։ Նա չէր փորձում արդարացնել իր արարքները։ Պարզապես ճանաչում էր ճշմարտությունը։ Որ նա բռնարար էր եղել, խարդախ, մեկը, ով խորապես վիրավորել էր նրանց, ովքեր վստահել էին իրեն։ Նա հատկապես գրեց Մարինեի մասին, թե ինչպես նա շատ ավելի լավին էր արժանի, թե ինչպես էր հուսով, որ նա կգտներ այն երջանկությունը, որը նա երբեք չէր կարողացել ապահովել։ Մարինեն նամակը մի քանի անգամ կարդաց, զգալով հույզերի խառնուրդ։ Նրա մի մասը ցանկանում էր հավատալ, որ զղջումն անկեղծ էր։ Բայց մյուս մասը, այն մասը, որը սովորել էր մանիպուլյացիայի օրինաչափությունների մասին, հարցականի տակ էր դնում, թե արդյոք դա պարզապես կարեկցանք շահելու հերթական փորձը չէր։ Նա որոշեց չպատասխանել։ Իր կյանքի այդ գլուխը փակված էր, նա մտադրություն չուներ այն նորից բացելու, անկախ նրա խոսքերի համոզիչ լինելուց։ Դրա փոխարեն Մարինեն իր էներգիան կենտրոնացրեց վերացնունդ ի պաշտոնական մեկնարկը պատրաստելու վրա։
Նրանք կազմակերպել էին միջոցառում դրամահավաք անելու կազմակերպության առաքելության մասին իրազեկվածություն բարձրացնելու համար։ Նրանց հաջողվել էր ապահովել տարածք Երանի կենտրոնում գտնվող էլեգանտ հյուրանոցում մի քանի հայտն ի անձինք հաստատել էին իրենց ներկայությունը, ներառյալ քաղաքական գործիչներ, հայտնիներ գործարարներ, ովքեր ցանկանում էին աջակցել գործին։ Միջոցառման երեկոյան Մարինեն նյարդային էր, բայց վճռական։ Նա կրում էր էլեգանտ զգեստ, որը հարմարավետորեն տեղավորում էր նրա հղի որովայնը, մազերը բացված էին նուրբ ալիքներով։ Հելենան նրա կողքին էր, հպարտ պաշտպանող։ Ջուլիան անխոնջ աշխատել էր, ապահովելու համար, որ յուրաքանչյուր մանրուք կատարյալ լինի, սկսած դեկորացիայից մինչ հյուրերի ցուցակը։ Սրահը լեփ-լեցուն էր, երբ Մարինեն բարձրացավ բեմ, իր ելույթը կարդալու համար։ Նա նայեց հանդիսատեսին, տեսնելով հարյուրավոր ուշադիր դեմքեր, խորը շունչ քաշեց։ Նա սկսեց պատմել իր պատմությունը, մանրամասն ներկայացնելով իր կրած բռնությունները, թե ինչպես էր գրեթե կորցրել իրեն գործընթացում։ Նա խոսեց այն պահի մասին, երբ որոշեց, որ այլևս չի կարող շարունակել այդպես ապրել, այն քաջության մասին, որն անհրաժեշտ էր առաջին քայլն անելու համար։ Բայց հիմնականում Մարինեն խոսեց հույսի մասին։ Այն մասին, թե ինչպես, նույնիսկ ամենամութ պահերին, ունելի վերջում լույս կար։ Այն մասին, թե ինչպես էր նա հայտնաբերել ուժ, որը չգիտեր, որ ուներ։ Այն մասին, թե ինչպես էր նա այժմ ցանկանում օգտագործել իր փորձը, ճանապարհ լուսավորելու այլ կանանց համար, ովքեր այնտեղ էին, որտեղ ինքն էր։ Երբ նա ավարտեց, սրահը պայթեց ծափահարություններից։ Շատ մարդկանց աչքերում արցունքներ կային։ Մի քանի կանայք հետո մոտեցան, կիսվելով իրենց սեփական պատմություններով, շնորհակալություն հայտնելով Մարինեին այն փորձառությունները բարձրաձայնելու համար, որոնք նրանք նույնպես ապրել էին, բայց երբեք չէին կարողացել արտահայտել։ Միջոցառումը շատ գումար հավաքեց, քան Մարինեն սպասում էր։ Գործարարները առատաձեռն նվիրատվություններ արեցին, ոմանք շարժված Մարինեի պատմությունից, մյուսները հնարավորությունից հրապարակայնորեն տարանջատվելու այն վարքագծից, որը ներկայացնում էր Ռուբենը։ Վերացնում կազմակերպությունն այժմ ուներ բավարար ռեսուրսներ, իր գործունեությունը ընդլայնելու համար, միգուցե բացելու երկրորդ գրասենյակ քաղաքի մեկ այլ շրջանում։ Մինչ միջոցառումը տեղի էր ունենում, Ռուբենը դիտում էր ուղիղ հեռարձակումը իր գրեթե դատարկ բնակարանում։ Նա տեսնում էր Մարինեին վստահորեն հստակ խոսելիս, տեսնում էր այն աջակցությունը, որը նա ստանում էր, տեսնում էր այն դրական ազդեցությունը, որը նա ստեղծում էր։ Եվ առաջին անգամ նա զգաց մի բան, բացի զայրույթից կամ ինքնախղճալուց։ Նա զգաց անկեղծ ամոթ։ Ոչ թե այն ամոթը, որ բռնվել էր, այլ այն ամոթը, որ եղել էր այնպիսի մարդ, ով ունակ էր այդ արարքներին։ Հաջորդող ամիսներին Մարինեի կյանքը շարունակեց ծաղկել։ Նա ընդունեց պաշտոն հարկված ճարտարապետական ընկերությունում, աշխատելով կես դրույքով, մինչ պատրաստվում էր երեխայի ծնունդին։ Նրա նախագծերը ստեղծագործական նորարարական էին, նա արագորեն ճանաչում ձեռք բերեց իր ոլորտում։ Երբ եկավ ծննդաբերության օրը, Հելենան Մարինեի կողքին էր ծննդատանը, բռնելով նրա ձեռքը յուրաքանչյուր կծկման ընթացքում։ Ջուլիան անհամբեր սպասում էր դրսում։ Եվ երբ վերջապես երեխան ծնվեց, առողջ աղմկոտ աղջիկ, Մարինեն այնքան մաքուր ամբողջական ուրախություն զգաց, որ այն ստվերեց բոլոր դժվարությունները, որոնց նա բախվել էր։ Նա աղջկան անվանեց Սոֆիա, որը նշանակում է իմաստություն։ Դա հիշեցում էր այն ամենի մասին, ինչ սովորել էր, այն ամբողջ ուժի մասին, որը հայտնաբերել էր իր մեջ։ Երբ նա առաջին անգամ գրկեց Սոֆիային, Մարինեն լուռ խոստում տվեց, որ նա իր դստերը կմեծացնի սիրո հարգանքի մթնոլորտում, որ նրան վաղուց կսովորեցնի իր սեփական արժեքի մասին, որ կապահովի, որ նա երբեք չընդունի, որ իրեն վերաբերվեն այնպես, ինչպես Մարինեին էին վերաբերվել։ Ռուբենի դեմ քրեական գործընթացը տեց գրեթե 1 տարի ավարտվելու համար։ Երբ վերջապես դատի տվեցին, նա դատապարտվեց խարդախության յուրացման համար։ Դատավճիռը ներառում էր շեղված բոլոր գումարների ամբողջական վերադարձը զգալի պատիժ, որը նա կկրեր կիսաբաց ռեժիմով, թույլ տալով նրան աշխատել ցերեկը, բայց վերադառնալ կալանքի տակ գիշերը։ Դատավճռի մի մասը նա ներառում էր համայնքային աշխատանք կազմակերպություններում, որոնք աջակցում էին ընտանեկան բռնության զոհերին։ Դատավորը հույս ուներ, որ նման վարքագծի հետանքների հետ ուղղակիորեն առերեսվելը կարող էր նպաստել անկեղծ փոխակերպման։ Մարինեն չէր մասնակցել Ռուբենի դատին։ Այդ գլուխը փակված էր նրա համար։ Նա չափազանց զբաղված էր իր նոր կյանքով ապրելով, Սոֆիայի մասին հոգ տանելով, իր կարիերան զարգացնելով, վերացնում ընդլայնելով։
Կազմակերպությունն այժմ ուներ 3 գր. ասենյակ Երանում ընդլայնման պլաններ այլ մայրաքաղաքներում։ Հելենան թոշակի անցավ Սոֆիայի ծնվելուց մի քանի ամիս անց, ասելով, որ ցանկանում է ժամանակ ունենալ թոռնուհի լինելուց հաճույք ստանալու համար։ Նա օրերն անցկացնում էր Մարինեին երեխայի հետ օգնելով, կամավոր աշխատելով վերացնում տուն, վերջապես ժամանակ ունենալով այն հոբբիների համար, որոնք անտեսել էր տասնամյակների ինտենսիվ դատական կարիերայի ընթացքում։ Մի արոտ կիրակի, այդ ճակատագրական լսումներից 2 տարի անց, Մարինեն Սոֆիայի հետ զբոսայգում էր։ Աղջիկը, այժմ կենսուրախ հետաքրքրասեր երեխա, վազվզում էր ծառերի արանքում, մինչ Մարինեն նրան դիտում էր ժպիտով։ Հելենան նստած էր նրա կողքին նստարանին, փոքրիկ բաճկոն հյուսելով։ Ջուլիան նոր էր եկել, բոլորի համար սուրճ բերելով։ Մարինեն շուրջը նայեց, կլանելով տեսարանը։ Արի լույսը ֆիլտրված տերներով, Սոֆիայի ծիծաղի ձայնը, մոր լավագույն ընկերուհու մխիթարող ներկայությունը։ Նա մտածեց, թե որքան էր փոխվել իր կյանքը, թե որքան անճանաչելի էր այն համեմատած այդ վախեցած լռեցված կնոջ հետ, ով 2 տարի առաջ մտել էր այդ դատարան։ Նա շատ բան էր կորցրել գործընթացում, դա ճիշտ է։ Բայց նա շատ ավելին էր ձեռք բերել։ Նա իրեն էր վերադարձրել։ Նա իր ձայնն էր ձեռք բերել։ Նա ձեռք էր բերել իսկական կյանք ստեղծելու կարողություն, հիմնված իր սեփական արժեքների ցանկությունների վրա, ոչ թե ուրիշի։ Եվ ամենակարևորը, նա ապացուցել էր, որ հնարավոր է նորից սկսել։ Որ անկախ նրանից, թե որքան հեռու ես ընկել, որքան կոտրված կարող ես լինել, միշտ կա վերակառուցման հնարավորություն։ Որ փոխվելու համար անհրաժեշտ ուժը միշտ այնտեղ էր, պարզապես սպասում էր, որ հայտնաբերվի։ Մարինեն ժպտաց, կանչելով Սոֆիային, ով վազելով վերադարձավ ցատկեց նրա գիրկը։ Նա համբուրեց դստեր գլուխը, շնչելով մանկական շամպունի բույրը, խորը երախտագիտություն զգաց։ Ոչ թե այն տառապանքի համար, որն անցել էր, այլ այն մարդու համար, ում դարձել էր դրա պատճառով։ Մարինեի պատմությունը ոչ թե զոհ դառնալու, այլ փոխակերպման պատմություն էր։ Մի կնոջ, ով հրաժարվեց սահմանվել նրանով, ինչ արվել էր իրեն, փոխարենը ընտրելով սահմանվել նրանով, թե ինչպես էր արձագանքել։ Եվ այ դարձագանքում նա ոչ միայն փրկեց իրեն, այլ լուսավորեց ճանապարհը անթիվ այլոց համար, ովքեր կգային հետո։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Մարինեի պատմությունը նրա փոխակերպման ճանապարհը խորապես հուզել են ձեզ։ Այս պատմությունը մեզ ցույց է տալիս, որ միշտ կա հույս, նույնիսկ ամենադժվար իրավիճակներում, որ մեկ մարդու քաջությունը կարող է ոգեշնչել հազարավորներին։ Այսքան հուզիչ պատմություններին հետելու համար մենք հատուկ երկացանք ենք պատրաստել «Կյանքի բարդությունը մարդկային ոգու ուժը բացահայտող պատմություններով»։ Դուք կարող եք այն գտնել այստեղ, սեղմելով ձախ կողմում։ Եթե այս պատմությունը հասել է ձեր սրտին, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին լայք դնել տեսանյութին։ Ամեն օր մենք ներկայացնում ենք յուրահատուկ բովանդակություն, որը նշում է կայունությունը, սերը, արդարությունը։ Կիսվեք ձեր մտորումներով ստոր մեկնաբանություններում, մենք կցանկանայինք իմանալ, թե ինչ է նշանակել այս պատմությունը ձեզ համար։ Մինչ հաջորդ պատմությունը։